բոլորի ուշադրության կենտրոնում այսօր այս պահին մի հարց է, ինչպեսին է լինելու վաղվա Հայաստանը։ Դուք նույնպես քիչ առաջ կատարեցիք ձեր պարտքը, ձեր ընտրությունը եւ առհասարակ հետաքրքիր է ինչ իրավիճակ է տիրում այս պահին ընտրատեղամասերում, մասնավորապես որտեղ դուք քվեարկել եք եւ ընդհանուր առմամբ ինչ դիտարկումներ ունեք խնդրողների ակտիվության եւ տրամադրության մասին։ Ընտրողների ակտիվության մասին ավելի ամենավառ խոսում է Կենտրոնական դրական հանրություն ներկայացրած մասնակցության թվերը, որը արդեն 8%-ով ավելի է, քան նախորդ ընտրությունների ժամանակ, եւ դա նշանակում է, որ ազգաբնակչության բավական ստվար զանգված պատրաստ է փոփոխության եւ որոշել է չնստի տանը, չթողնի, որ իր փոխարեն որևէ մեկին ընտրի, այլ ինքը գնա ընտրատարածքներ եւ կատարի իր քաղաքացիական պարտքը։ Այստեղ հետաքրքիր է մի քանի բաներ, նոր մի քիչ առաջ Իվետա Տոնոյանը գրառում կատարեց, որ միանգամից 15000-ով փոփոխվել է ընտրողների թիվը, եւ 2.475,000-ից, որը տվել էր մինչև այդ ներքին գործերի նախարարությունը, ըստ Կենտրոնական դրական հանձնաժողովի այստեղ 2.503,000 ընտրող է գրանցված, շատ հետաքրքիր է 15000 հոգին մեկ օրվա մեջ ինչպես են բուսնել, իսկ 15000 հոգին դա քիչ թիվ չի, դա ընտրողների պոտենցիալ 1%-ն է, այսինքն այստեղ են փորձելու երևի ինչ-որ բան անել, կապված նրա այդ իմ քվեարկության, ճիշտ ասած, մի փոքր խայտարակ պատկեր է նոր-նորքում, որովհետև այն մանկապարտեզը, որտեղ մենք քվեարկել ենք վերջին 4-5 ընտրությունները, մարդիկ գնում են այնտեղ, բայց պարզվում է ընտրատարածքը տեղափոխել են 300 մետր ավելի վերև եւ առանց որևէ զգուշացման, որովհետև ժամանակին ես հիշում եմ ընտրություններից առաջ մեզ տեղեկացնում են տեղեկացման թերթիկներով, որտեղ է լինելու մեր ընտրատարածքը, այս անգամ այդպիսի բան չկար եւ պատկերացրեք մարդիկ հատկապես տարեցներ գալիս էին մի ընտրատարածք, չէին գտնում իրենց այնտեղ ու այնտեղ եթե բախները բերեն ինչ-որ մեկը ասել, որ ձեր ընտրատարածքը փոխվել է վերև, անում են, եթե չէ, ձեռն ունեն, երևի տուն են վերադառնում եւ այսպեսի մի պատկեր էր, պարզվեց, որ ոչ միայն այդ երկու ընտրատարածքի հետ էր այդ խնդիրը, Երևանում բազմաթիվ են այդպիսի ընտրատարածքները, ինչու այդպես, որովհետեւ իշխանությունը շատ լավ հասկանում է, որ Երևանում հատկապես ինքը որևէ շանս չունի, որևէ բարձր տոկոս հավաքելու եւ դրա համար փորձում են այսպես մարդկանց հոգնեցնելով, հիասթափեցնելով հերու պահել ընտրատարածքներից, իրականում շատ տգեղ երևույթ է, ավելին ես ձեզ ասեմ, քանակը ընտրախախտումների սարսափելի է, րոպեն մեկ, ինչ որ լուր է գալիս, որ ինչ որ միտեղ ուղղորդվում է, ինչ որ միտեղ մի բան է, ինչ որ միտեղ երկու անգամ են քվեարկում, ուղղորդված քվեարկություն է գնում, գյուղապետերը, թաղապետերը ներկա են լինում քվեարկությանը, մարդկանց ինչ որ ձևի ասում են ով ինչ պետք է անի, կուտակումներ կան որոշակի եւ ես ճիշտ ասած, եթե սա նաեւ սրան գումարենք, օրինակ այն խախտումները, որոնք եղել են լռության օրը իշխանությունների կողմից, տոտալ խախտումներ են, ընդ որում ձևը գտել են, ինչ որ fake ռոլիկ էին գցում դաշտ եւ այնուհետեւ փորձում էին հերթով դուրս էին գալիս ԿՊ ներկայացուցիչները մատ էին թափ տալիս, պահանջում են բոլորին բռնել։ Դրանից առաջ նախընտրական արշավը իմ կարծիքով լեգիտիմ չէր, որովհետև ընդդիմությունը եւ իշխանությունը բացարձակ տարբեր ուրեմն պայմաններ ունեն գտնում։ Նույնիսկ 3 եւ այսօր ընթացքում ընտրությունների ընթացքում ուժայինները շարունակում են հարձակվել ընտրատաղամասների վրա, կալանավորեն մարդկանց, խափանեն շտաբերի աշխատանքը եւ այլն, այսինքն ամեն ինչ անում են, որպեսզի փորձեն քերեն Նիկոլ Փաշինյանի համար բաղձալի տոկոսները, որպեսզի ինքը կանգնի եւ հայտարարի, որ ինքը վերընտրվել է, բայց էլ եմ ասում, այս տեղատարափախախտումների ես հույս ունեմ միևնույնն է չի օգնի Նիկոլ Փաշինյանին։ Իդեպ ընտրախախտումների թեմայի վերաբերյալ ունենք առանձին ռեպորտաժ, քիչ անց կառաջարկեմ եւ մենք կդիտենք, իսկ մինչ այդ առաջարկում եմ այլ թեմաների մասին զրուցել, այս ընտրությունները շատերը անվանում են ճակատագրական, բայց արդյոք քաղաքացին իրապես գիտակցում է պահի լրջությունը։ Իմ կարծիքով շատերը գիտակցում, դրա համար մենք տեսնում ենք մասնակցության կտրուկ աճ եւ այո, սա սովորական ընտրություններ չի, սա քաղաքագիտական ընտրություններ չեն, քաղաքացիական ընտրություններ չեն, սա գոյամարտ է, սա
Հայաստանի եւ Թուրքիայի, այսպես ասենք, միջև ընտրություն է, եւ կամ մենք մնում ենք ընտրում ենք Հայաստանը, կամ մենք դառնում ենք Թուրքիայի մի մաս, Թուրքիայի ազդեցության գոտի, ինչը ցանկանում է անել Նիկոլ Փաշինյանը։ Այլ որևէ տարբերակ չկա, սա գոյաբանական պայքար է, կրկնվեմ, եւ տեսեք, շատերը փորձում են ներկայացնել, այդ թվում դուրսը ես զրուցել եմ տարբեր լրագրողների հետ այս քանի օրը եւ իրենք ասում են սա ընտրությունն է Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ, ես էլի եմ ասում ոչ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի ընտրում եվրոպական ուղին, Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի օգնությամբ փորձում է ազատվել Ռուսաստանից եւ Եվրոպան օգտագործել է որպես փափուկ բարձիկ ուղղակի, որպեսզի այդ անցումը, այդ փոկվելը Ռուսաստանից այդ ցավոտ չլինի։ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած հանգրվանը Հայաստանի համար վերջնական դա Թուրքիան է։ Չէ՞ որ Եվրոպան չի պահանջում մեզ հրաժարվել Մասի սարից, Եվրոպան չի պահանջում մեզ ուրանալ ցեղասպանությունից, Եվրոպան չի պահանջում մեզ հարձակվել կաթողիկոսի վրա, Եվրոպան չի պահանջում մեզանից հայտարարել դաշնակցությունը որպես օրենքով դուրս կուսակցության, Եվրոպան չի պահանջում մեր դեսպաններին դուրսը պայքարել հայդատի գրասենյակների դեմ եւ ներկայացնել իրենց որպես ռուսական ագենտներ, ոչ։ Սա Թուրքիայի պահանջն է, Թուրքիան է պահանջել Արցախը հանձնել Ադրբեջանին, Թուրքիանի պահանջով այդ թրիփ ճանապարհը Հայաստանի կողմից ընդունվել եւ ստորագրվել եւ Թուրքիան է դառնալու ըստ Փաշինյանի ցանկության հենց այն աշխարհական տանիքը Հայաստանի համար բավական երկար ժամանակ, եթե իհարկե Աստված չտա Փաշինյանը վերընտրվի։ Տիգրան, իդեպ երկրի առաջնորդները անդրադարձել են նաև մի շարք այլ թեմաների, որոնք կարծում եմ նույնպես արժանի են քննարկման, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությանը չեն կարող հանել ԵԱՏՄ-ից, այնտեղ որոշումները լինում են կոնսենսուսով։ Առաջարկում եմ դիտենք այդ հատվածը, որից հետո կշարունակենք քննարկումը։ Չեն կարող Հայաստանը զրկել Եվրասիական տնտեսական միության կարգավիճակից եւ Եվրասիական տնտեսական միությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով եւ Հայաստանի Հանրապետությունը հետեւաբար ունի նաեւ վետոյի իրավունք եւ բոլոր երկրները, ինչու՞ միայն Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վերաբերում է Հարաքվեին տեղի կունենա այն ժամանակ, երբ որ լինի Հարաքվեի առարկա, իսկ Հարաքվեի առարկան առնվազն Հայաստանը պետք է դիմաց լինի պաշտոնապես Եվրոպական միության անդամ դառնալու հարցում կամ պետք է ունենա Եվրոպական միության անդամ երկրի կարգավիճակ։ Այդ երկուսից ոչ մեկը չկա այս պահին եւ ես գործընկերոջ ասեցի, որովհետեւ մենք օբյեկտիվորեն մենք գիտենք, չէ՞ որ մենք պատրաստ չենք այդ կարգավիճակի, մենք դեռ պետք է բարեփոխվենք։ Այսինքն ինչու ենք ուղղակի ձևի համար դիմում աղմուկ աղաղակ անելու համար, մենք հիմա հանդարտ կշարունակենք բարեփոխումների ճանապարհը։ Ինչ ասեմ Նիկոլ Փաշինյանի մասին, այս թեմայի մասին շատ բան կարող եմ ասել, այդ ասացի մասին, գիտեք, որոշակի չափով միգուցե ինքը ճիշտ է, հա, որ պրոցեդուրաների խնդիր կա Հայաստանի Եվրասիական միությունից հանելու, բայց նույնը տեղի ունենում հապկի հետ կապված, այսինքն հապկում էլ է որոշումները կոնսենսուսով ընդունվում եւ հապկից էլ դուրս գալ բավականին բարդ է, բայց այստեղ Փաշինյանը կարողացավ իրան թույլ տալ սառացնել իր ներկայությունը հապկում, չգիտեմ անդամավճարներ չվճարել, ամենտեղ ասել որ հապկն է դուրս եկել Հայաստանից, ոչ թե Հայաստանը հապկից, այսինքն իրեն հապկից դուրս պահել։ Հիմա մոտավորապես նույն կառուցվածքը իրավական, հա, ունի եւ Եվրասիական տնտեսական միությունը եւ այստեղ ինչի է Փաշինյանին թվում, որ հապկի դեպքում կարողացել է այդպես հաջողված կրոտի տանել, իսկ բանի պարագայում ԵԱՏՄ-ի պարագայում ուրիշներին չի հաջողվել այդպիսի բան անել, ավելին ես ձեզ ասեմ, նույնիսկ եթե Եվրասիական տնտեսական միության հետ որոշակի այդպես խնդիրներ լինեն իրավական առումով, միայն Ռուսաստանի կեցվածքը բավական է, որպեսզի Հայաստանը բավականին տուժի այս ամեն ինչից, որովհետև օրինակ Ռուսաստանի եւ Հայաստանի մեջ անկախ ԵԱՏՄ-ից, հա, կան նաև փոխադարձ երկկողմանի պայմանագրեր, որոնցից մեկը օրինակ Հայաստանից հանում է բոլոր տիպի տարիֆները, հա, եւ օրինակ գազը դրա պատճառով Հայաստանը ստանում է 30%-ով ավելի էժան, քան այլ երկրները։ Եվ պատկերացրեք, եթե Ռուսաստանը ուղղակի այդ մի բանը հանի եւ այստեղ գազը կթանկանա 30%-ով, եթե Հայաստանում գազը թանկանում է 30%-ով, դա նշանակում է, որ բոլոր արտադրությունները եւ
սննդամթերքի եւ սովորական ժողովրդական ապրանքների իրենք թանկանում են համապատասխան կամ 30%-ով կամ ավելին ջերմոցային տնտեսությունը ընդհանրապես վերանալու է, որտեղ առանց դրա էլ մարդիկ խնդիրներ ունեն իրենց աճացրած պտուղ բանջարեղենը վաճառքի դուրս, հա, որտեղ Ռուսաստանը չի ընդունում, դե պատկերացրեք ինչքան մեծ է լինելու արդեն ինքնարժեքը եւ այստեղ այդ էժան ակցիաներով, չգիտեմ, լատվա 10,000 վարդ տանելով կամ տարբեր մոլերում էժան բուկետներ վաճառելով միևնույն է չեն կարողանա տակից դուրս գալ, որովհետև եթե հիմա ինքնարժեքով են վաճառում, այն ժամանակ այնքան ինքնարժեքով չեն կարողանա վաճառել։ Դրա համար այսպես ասեմ, Փաշինյանը ինչ է հիմա անում, ինքը ուղղակի փափուկ բարձ է դնում ինտրուգների գլխի տակ, ասելով որ տես բան չկա, ընդ որում բոլոր աջակիցներն այսօր ասում են, որ ամսի 8-ից մեր Ռուսաստանի հետ վերականգնենք մեր հարաբերությունները, մենք սա կընտրվենք, Ժողովրդյան սպասեք եւ այլն, եւ այստեղ մարդիկ ուղղակի չեն հասկանում խոշոր երկրների իներցիոն process-ները, որովհետեւ խոշոր երկրները շատ դժվար են խոդի ընկնում, հա, բայց նաեւ շատ դժվար, ավելի դժվար իրենք դանդաղում են եւ եթե իմ կարծիքով Ռուսաստանը սկսել է որոշակի այսպիսի process, սա շարունակական բնույթ է կրելու, եթե ասված չտա Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Եթե իհարկե չընտրվի, ապա այլ գործընթացներ կլինեն, իմ կարծիքով նոր իշխանությունները միանգամից կարողանան adekvat դաշտի մեջ մտնել Ռուսաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության հետ եւ փորձել մեղմել արդեն այն վնասները, որոնք տեղի ունեցել մեր արտադրողների, ծաղիկաշլեցնողների, յուղացիների հետ։ Իդեպ Տիգրան, այսօր ընտրություն կատարելուց հետո Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով լրագրողների հարցին անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին եւ Փաշինյանի վերջին հայտարարությանը ԵԱՏՄ-ի վերաբերյալ առաջարկում եմ դիտել նաև այդ կտորը։ Նիկոլ Փաշինյանը վստահության քվե չի ստանալու առաջինը։ Այս գիտեմ, որ ինքը փորձում է ասել, որ սա տեխնիկական հարցեր են, սա այս կարգի հարցերը միշտ լինում են, հա, սա տեխնիկական հարցեր չեն։ Նաև, եթե չեմ սխալվում, մի թեզ են, այս վերջի մի քանի օր առաջ մաղում, թեզը հետևյալն է, որ չկա ընթացակարգ ԵԱՏՄ-ից հեռացնելու։ Չէ, այդպես է ասում, որ այստեղ կոնսենսուս է պետք եւ այլ եւ այլ։ Իսկ կա ընթացակարգ հապկում սառեցնելու անդամակցությունը։ Չկա ընթացակարգ։ Բայց ինքը համարեց, որ ինքը կարող է սառեցնել։ Արել է։ Հիմա պատկերացրեք հետևյալը։ Ռուսաստանի Դաշնությունը սառեցնում է բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ։ Տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ։ Իսկ հիմքերա պետք, Վաշինգտոնին հիմքերա պետք անել այն, ինչ անում է, որտեղ ուզում է։ Հիմքերը այսպես ասենք, մեծ պետությունների հիմքերը միշտ ստեղծում են եւ հիմքերը իրենք շատ պակսասել են, որ պատրաստ չեն ֆինանսավորել Հայաստանի, ասես, ճամփորդությունը դեպի Եվրոմիություն, քանի որ Եվրոմիության հետ Ռուսաստանը այսօր թշնամացած վիճակում է։ Հետևաբար, եթե Ռուսաստանը միակողմանի, այսպես ասենք, տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ, դա համարժեք է ամբողջությամբ ԵԱՏՄ-ի հետ սառեցմանը։ 98%-ը Հայաստանի կապերի տնտեսական Ռուսաստանի հետ է, այլ ոչ թե ԵԱՏՄ-ի այլ անդամ պետությունների հետ։ Ուրեմն դե ֆակտո դու հայտնում ես լրիվությամբ նույն վիճակում, ավելի վատ վիճակում նույնիսկ, քան եթե ինքդ sense հոժար կամքով դուրս գայի։ Պարոն նախագահ, ներեցեք մի րոպե, բայց ինձ հասկացեք։ Հեքիաթներ մի պատմեք։ Հեքիաթները դա ոչ մեկը չի ֆինանսավորելու, ինչ որ 50 միլիոն խոստացել են այս նախընտրական խոստում է։ 2 օր առաջ Հունգարիան մի որոշում կայացրեց, օրինակ միգրանտների մասին։ Հայաստանի եւ Վրաստանի վերաբերյալ, կոնկրետ Հայաստանի վերաբերյալ լուրջ սահմանափակումներ մտցրեցին։ Եվրոմիության անդամ պետություն։ Եվ ամեն մի պետություն իր շուկան այնպես է պաշտպանելու, որ դժվար է պատկերացնել։ Հեքիաթներ են, հերթական անգամ մեր ժողովրդին խաբելու։ Ինչ հեքիաթների մասին է խոսում Ռոբերտ։ Հեքիաթները դա այն հեքիաթներն են, որ Հայաստանը գնալու է դեպի Եվրոպա եւ բոլորս չգիտեմ 2 եվրոյով թողնելու են Լառնակա, որը մի եվրոյով մնալու են Կիպրոսում, հա, եւ չգիտեմ վերջում էլ 200 եվրո կբերենք, ասեն ապրեք որեք եք, հա։ Սա հեքիաթներ են, ես արդեն խոսեցի վարդերի մասին,
որպեսզի հասկանանք դա ինչ չնչին քանակությունը, 10000 վարդ, դա մոտավորապես 400-500 բուկետ է, հա։ Եվ այդ 400-500 բուկետը վաճառում է հրազդանի տոնավաճառում 1 ժամվա ընթացքում։ Ապտովի տոնավաճառում էլի։ Այսինքն իրենք այնտեղ ուղարկել են եւ մեր վրա փորձում են վաճառել բնակչության վրա այն, որ տեսեք վարդերը Ռուսաստանը փակեց, բայց մենք տեղը գտանք, բայց խոսքը գնում է տասնյակ միլիոնավոր ծաղիկների մասին, հա, ոչ թե ինչ որ 10000, այլ տասնյակ միլիոնավոր, որոնք մարդիկ տուժել են եւ չգիտեն ինչ անեն։ Հիմա 50 միլիոն եվրո է հատկացրել Եվրամիությունը, իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի շրջանառությունը առևտրային 4-ից 5 միլիարդ դոլար է առնվազն, հա, այսինքն այդ 50 միլիոնով իրենք որ ծաղկն են փակելու, երևի իրենք էլ չեն պատկերացնում։ Ուղղակի սա պետք էր PR, չգիտեմ, fake ինչ որ բաներ են տպագրում, Գերմանիայում սկսել է վաճառվել հայկական ծիրանը, հետո տեսնում ես, որ դա արհեստական բանականությամբ է սարքվել։ Եվրոպացիների մոտ խնդիրներ կան իրենց ապրանքի հետ, չգիտեմ, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, ովքեր ինչ որ բան միտք բանջարեղեն են բանանում, արտադրում, փոխադարձ տարիֆներ են իրար դեմ սահմանում, չեն թողնում, որպեսզի եվրոպացիները կվոտա են պահանջում եւ չգիտես ինչի, այստեղ մտածում են, որ Հայաստանն այդքան արտադրանք կարող է տալ, որպեսզի ողողի որևէ գոնե եվրոպական երկրի շուկաներից մեկ այդպիսի բան չկա, պետք է մի քիչ ավելի պրագմատիկ լինել եւ նաեւ հաշվի առնել այն պահանջները, որը ներկայացնում է Եվրամիությունը, իսկ Եվրամիության պահանջներից մեկը օրինակ դու պետք է օգտագործես հատուկ պարարտանյութեր, հա, որոնք սահմանված են Եվրամիության կարգով, այն ինչ որ պարարտանյութեր, որոնք օգտագործվում են Հայաստանում, հա, իրենք չեն համապատասխանում եվրոպականին անցում կատարելու համար, ու առնվազն 1-2 տարի պետք է բերքը փոխես, որպեսզի նոր միրգ պտուղ բանջարեղենը մրգերը արդեն կարողանան ընտելանան այդ պարարտանյութերով բարած հողով եւ այլն, այսինքն այստեղ բավական երկար process է եւ ել եմ ասում, նույնիսկ եթե այդ ամեն ինչը փոփոխվի, ինչի պետք է օրինակ Եվրոպական միությունը գնի Հայաստանից մի բան, եթե ինքը կարող է գնել նույն որակի մոտարապես կամ ավելի լավ որակի կամ ավելի մատչելի գնով եւ լոգիստիկայով ավելի մոտիկ, քան ընդհանրենք Հայաստանից, ինչու ընդհանրենք մենք իրենք պետք է Եվրոպան գնի հայկական գինի, հա, եթե ինքը կարող է գինի գնի պորտուգալական, չգիտեմ, ֆրանսիական, իսպանական գինի, որը շատ ավելի մոտ է, այսինքն լոգիստիկայի առումով այդ ծախսերն էլ Երևանից հասցնել գինիներ ընդհանրենք Եվրոպա շատ ավելի դյուրին է, քան նույնը անել Եվրոպայում։ Դրա համար սրանք հեքիաթներ են, այս հեքիաթների վրա խախտվել են բազմաթիվ մարդիկ հետխորհրդային երկրներում եւ Ուկրաինայում եւ Ռուսաստանում եւ հատկապես Վրաստանում, հա, իսկ Վրաստանում մենք արդեն տեսանք, որ սա հակառակ process-ն է գնում։ Վրաստանը երկար ժամանակ փորձեց ինչ որ ձևի իր ապրանքները տեղավորի եվրոպական շուկաներում, շատ դանդաղ, շատ ծանր process-ներով նախորդ շրջանառությունից մոտարապես 10-15% կարողացավ տեղավորել, բայց երբ որ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացան, պատկերացրեք միանգամից շուռեկան դեպի ռուսական շուկան, որտեղ ռուսական շուկան ավելի, այսպես ասենք, հյուրընկալ է եւ օրինակ ավելի մոտ է Ռուսաստանը, նույն Վրաստանին եւ Հայաստանին եւ հին հիշողություններով նույն ընդհանուր ժողովուրդը գերադասում է Վրաստանի կամ Հայաստանից եկած ապրանքահարին, որովհետև դեռևս խորհրդային միության բաներով մտածում եմ, որ մերոնքական են։ Այո, Տիգրան, եւ առաջարկում եմ թողարկման այս հատվածում նաեւ անդրադառնալ Սամվել Կարապետյանի համոզմունքին, մասնավորապես նա լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ իր առաջնորդած ուժը հաղթանակ է տանելու, բայց եթե չհաղթեն, ինքը ոչ միտեղ չի վերադառնալու եւ շարունակելու ապրել Հայաստանում եւ աշխատելու է։ Դիտենք. Будете делать, если вы проиграете? Вернетесь в Россию, если будет возможно? Я никуда не вернусь. Я буду 10 лет работать в Армении. И не переживайте, у меня много работ. What future will Armenia have? Հերթով էլի որ լսեմ, չեմ լսում։ Եթե ընդդիմությունը հաղթի, խաղաղ իշխանափոխություն կլինի։ Այդ եթեներով չխոսենք, կյանքը ցույց կտա։ Ընդամենը միջև առավոտ համբեր ենք։ Պարոն Կարապետյան, դուք համոզմունք հայտեցիք, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթելու այս ընտրություններում։ Ձեր համոզմունքը ինչի վրա է հիմնված։ Ուզում եմ տեսնեմ։ Մեր համոզմունքը դուք այսօր կտեսնեք ինչի վրա է հիմնված։ Այսօր բոլորս կտեսնենք դա։
Մինչ ձեր մեկնաբանությանը Տիգրան առաջարկում եմ լսել նաև Գագիկ Ծառուկյանի համոզմունքը, նա վստահ է, որ ընդդիմությունը հաղթանակ է տանելու այս ընտրություններում եւ ըստ Ծառուկյանի, ով ամենաշատ ձայն հավաքի, նա էլ վարչապետի թեկնածու կառաջադրի։ Պարոն Հավաքական ընդդիմությունը արդյոք շանս ունի այս ընտրություններում իշխանությանը հաղթողը։ Միանշանակ ուրիշ։ Ինչպես եք պատկերացնում, ինչքան ձայներով։ Ես այդպիսի բան չեմ կարող ասել ինչքան ձայն, բայց որ անպայման հաղթելու ենք, հաղթած ենք արդեն։ Մնացածը կնայենք, ովքեր որ ամենաշատ ձայն հավաքեց, նա էլ իր վարչապետ տեկածը կառաջարկի։ Ձեր մեկնաբանությունը։ Շատ ճիշտ մոտեցում եք, Գյումրիի մոդելի մասին է խոսքը գնում, Գյումրիում էր պայմանավորվեցին, որ այն ընդդիմադիր ուժը, որը առաջինն է լինելու եւ ընդդիմադիր ուժերը կարողանան կազմել հետընտրական կոալիցիա, որը թույլ կտա իշխանություն վերցնել, ապա այդ ամենաբարձր տոկոս հավաքած ընդդիմադիր ուժն է պետք է ձևավորի ուրեմն կառավարությունը ներկայային կան իհարկե որոշակի հարցումներ թե ով դա կլինի, բայց կարևորը է ջենտլմենությունը պահեն վերջին բանը չսկսեն ինչ-որ փոչ խաղացնել, ինչպես ենթադրենք եղավ Գյումրիում եւ հատկապես Երևանում, բարգասը Գյումրիում ամենավերջում կարողացան ընդհանուր հայտարարի գալ եւ ունենալ ընդդիմադիր քաղաքապետ, Երևանում ցավոք սրտի այդ խաղացնել եւ ժամանակ պահելը իբերես նրան, որ Տիգրան Ավինյանը հավաքելով ընտրողների ընդհանուր երևանցիների 8%-ը, հա, կարողացավ դառնալ Երևանի քաղաքապետ։ Դրա համար այստեղ շատ լավ է, որ ընդդիմադիր ուժերը բոլորը հայտարարում են, որ իրենք կտան առավելագույն ձայն համակող ընդդիմադիր ուժին, իրենց ձայները եւ առնվազն ես դա լսել եմ եւ Ռոբերտ Քոչարյանից եւ Գագիկ Ծառուկյանից եւ կարծիքով Սամվել Կարապետյանն համաձայն այդ բանի հետ։ Ճիշտ ասում եւ Գագիկ Ծառուկյանն Սամվել Կարապետյանը բան չի մնացել, սպասել, հա, մոտարապես երևի 8 ժամից մենք որոշակի թվեր կունենանք, ես հույս ունեմ հուսադրող թվեր կունենանք, բայց էլ եմ ասում, այստեղ մենք պետք է նաև հաշվի առնենք, որ իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը չի ընդունելու իր պարտությունը, կամ այնպիսի աղաղակող բան պետք է լինի, որ ինչպես երբ որ ինքը ցանկացավ Սամվել Կարապետյանին հանել ընտրություններից եւ նույնիսկ իր եվրոպական գործընկերներին, նույնիսկ իր հլուհնազանդ անձնավորությունը չեմ ուզում իր անազգանատամ, ասացին, որ դա աբսուրդի թատրոնն է, այդպիսի բան չես կարող անել։ Իմ կարծիքով ճիշտ կլինի բոլորիս համար, որ Նիկոլ Փաշինյանը համակերպվի իր պարտության հետ եւ այլևս չտանի երկիրը տարբեր ավանտյուրան։ Ես հույսով եմ, որ նաեւ ընդդիմության մոտ կա այդ որոշակի հաշվարկները հետընտրական, ամեն դեպքում ես մեր երկրին խաղաղություն եմ մաղթում։ Կարող ենք արդյոք արձանագրել, որ իշխանությունը կորցրել է վերջի իր վերահսկողությունը եւ գնում է ծայրահեղ քայլերի։ Տեսեք, ասեմ, ընտրախախտումները այդքան շատ են, հա, որ մենք ուղղակի որոշակի բացահայտ խախտումների երևի 2-3%-ն ենք հիմա մեր եթերում ցույց տվել։ Սա նշանակում է այն, որ Նիկոլ Փաշինյանը կրկին իմ կարծիքով չի կարողանում հաղթել, դրա համար մասսայաբար օգտագործում է այսպիսի կեղծիքներ, ընտրակեղծիքներ, խախտումներ, ուղղորդում են եւ այլն, որպեսզի ինչ որ ձևի փորձի իր համար պատկեր նկարել։ Ես համոզում եմ մեր մյուս եթերի ժամանակ կամբողջանա արդեն այդ պատկերը, բայց միայն սա ես հաշվեցի քիչ առաջ 15 րոպեվա ընթացքում 20 հատ խախտման մասին բան եկավ, հաղորդագրություն եկավ եւ այստեղ գիտեք զավեշտալին որն է, մենք ունենք մի հատ երիտասարդ, որը իրեն անվանում է համայն հայոց դիտորդ, հա, խոսքը գնում է Դանիել Հովհաննիսյանի մասին, մոտավորապես մի քանի 100 խախտման մասին է խոսքը գնացել, որևէ մեկը ինքը չի հաստատում, հա, չի կարելի այսքան իշխանահաճո մարդ լինել եւ չի կարելի այսքան գետնով տալ դիտորդի ընդհանուր դիտորդի գաղափարի համբավը, էլի, եւ հետևենք իրադարձություններին, բան չմնաց երևի մի 3 ժամից սպասենք կավարտվեն ընտրությունները, ես խորհուրդ եմ տալիս մեզ բոլոր դիտողներին այն մարդկանց, ովքեր դեռևս տանը դեռևս չեն քվեարկել, վերջին ճիգը անել, բարձրանալ դիվանից, գնալ ընտրությունը կատարել, որտեղ էլ եմ ասում, մենք բոլորս այն հույսով ենք, որ վաղը մենք կարտանանք նոր Հայաստանում, նոր հույսերով եւ կփորձենք վերգտնել այն ճանապարհը դեպի այն արժեքները, որոնց մեզ Նիկոլ Փաշինյանը փորձում է զրկել։